Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզի Մալիքում, հուսով եմ լավ եք սիրելիներս, ինչպես խոստացել էի նախորդ տեսանյութում, այսօր պատրաստելու ենք նարնջով տիրամիսու։ Սիրելիներս, նարնջով տիրամիսուն պատրաստելու համար սկզբում պատրաստում ենք նարնջի ժելեն։ Նարնջի ժելեն պատրաստելու համար էլ մեզ անհրաժեշտ է լինելու նարնջի քամած հյութ, օսլա և շաքարի փոշի։ Ես նարինջը նախապես լավ լվացել եմ, հիմա հյութն եմ քամում։ Աշխատեք նարինջը վերցնեք ավելի բարակ կեղև և հյութեղ, այդ բարակ կեղևները ավելի հյութեղ են լինում, այդպես հյութը ավելի շատ կստացվի։ Ինձ մենակ նարինջով ժելեի համար հարկավոր է լինելու 400 միլիգրամ հյութ։ Այստեղ հյութը արդեն նարնջի պատրաստ է, ավելացնում եմ շաքարի փոշին և օսլան։ Լավ խառնում եմ, որից հետո միջին կրակին դնում եմ և եփում եմ այնքան, մինչև մի փոքր պնդանալը։ Անընդհատ խառնելով եփում ենք։ Տեսեք, արդեն մի փոքր պնդանում եմ, ավելի մածուծիկ է դառնում։ 2 րոպե երևի կեփենք ու արդեն բավական կլինի, որովհետև պետք է թողնենք, որպեսզի սառի։ Որ սառեց, ավելի կպնդանա։ Բավական է, արդեն անջատում եմ գազօջախի տակը և թողնում եմ, որպեսզի սառի։ Այսպիսի պնդություն ունի առայժմ։ Մինչ կսառի ժելեն, պատրաստենք կրեմը։ Կրեմը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է լինելու սերուցք 35%-ից բարձր, սերուցք է անհրաժեշտ լինելու շաքարի փոշի, մասկարպոնե և մեկ ճաշի գդալ լիմոնի և նարնջի կեղևի քերուկը։ Սերուցքը ավելացրեցի հարիչի ամանի մեջ, սառը վիճակում է և սերուցքը և մասկարպոնեն սառը վիճակում են։ Հիմա մի փոքր հարում եմ սերուցքը։ Սերուցքը մի փոքր հարելուց հետո ավելացնում եմ մասկարպոնեն, ավելացնում եմ շաքարի փոշին, ես չափաբաժինները անպայման նկարագրության բաժնում կթողնեմ և ավելացնում եմ նարնջի և լիմոնի կեղևի քերուկը։ Ու այս բոլորը լավ միասին խառնում ենք։ Պատրաստ է նաև կրեմը։ Ստացել ենք շատ լավ կրեմ։ Հիմա պետք է հավաքենք արդեն տիրամիսուն։ Այստեղ ամեն բաղադրիչները, արդեն բոլոր բաղադրիչները պատրաստ են։ Հիմա պետք է հավաքենք տիրամիսուն։ Հավաքելու ենք սավոյարդի տեսակի թխվածքաբլիթներով, այստեղ կրեմն է, հյութ եմ քամել, մոտավորապես 200 մլ, որպեսզի սավոյարդի թխվածքաբլիթները պետք է թաթախենք հյութի մեջ և պատրաստ է արդեն մեր պատրաստած նարնջե ժելեն։ Որոշել եմ միանգամից հավաքեմ ամանի մեջ։ Հիմա սավոյարդի թխվածքաբլիթները թաթախում եմ նարնջի հյութի մեջ, շատ քիչ, աշխատում եմ այս վերևի մասը շատ չթրջվի։ Միանգամից մտցնում եմ ու հանում եմ։ Այսպես, աշխատում եմ միայն տակի մասը։
ու շարում ենք ինչպես որ ցանկանանք, աշխատում ենք բաց տեղ չլինի, եթե մի փոքր հատված բաց տեղ լինի, կարող ենք կտրատել թխվածքաբլիթները եւ լրացնել այդ բաց տեղերը։ Ահա, թխվածքաբրիթները շարելուց հետո ավելացնում եմ կրեմը։ Մի փոքր հարթացնում եմ։ Կրեմը քսելուց հետո ավելացնում եմ նարնջի ժելեն պատրաստած մեր։ Մի փոքր տարածում եմ։ Ժելեն քսելուց եւ մի փոքր տարածելուց հետո նորից շարում եմ թխվածքաբլիթները, նորից նույն եղանակով թաթախում եմ նարնջի հյութի մեջ եւ շարում եմ երկրորդ շերտն շարելուց հետո նորից ավելացնում եմ կրեմը եւ նարնջի ժելեն։ Նույնը կրկնում ենք։ Ահա ամբողջովին նարնջի ժելեով պատելուց հետո ուղարկում ենք մեր տիրամիսուն սառնարան, տեղափոխում ենք սառնարան մոտավորապես 5-ից 6 ժամով։ Կհանդիպենք, երբ արդեն սառած կլինի մեր տիրամիսուն։ Ահա սիրելիներս, ինձ մոտ արդեն անցել է 6 ժամ, 6 ժամ սառնարանում է եղել, հիմա պետք է փորձենք տեսնենք ինչպես է ստացվել։ Ահա սիրելիներս, պատրաստ է մեր շատ համեղ տիրամիսուն նարնջով, յուրահատուկ համ ունի, կարող եք փորձել, պատրաստել եւ վայելել, սիրելիներս, շատ համեղ է ստացվում։ Սիրելիներս, այսօր էլ պատրաստեցինք շատ համեղ տիրամիսու, իրոք որ շատ համեղ է ստացվում, կարող եք պատրաստել դուք նույնպես, իսկ ես այսօր ձեզ հրաժեշտ եմ տալիս, ինչպես միշտ ասելով, մնացեք բարյավ եւ խաղաղ։